Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Միքայելը հայտնվում է Անգելինայի ծննդյան տարեդարձին ոչ թե որպես հյուր, այլ որպես վերջին անգամ վերահսկողություն հաստատելու փորձ անող մարդ։ Ռեստորանի դիմաց նա հանդիպում է Անգելինային և ինչպես միշտ գործի է դնում իրեն բնորոշ միակ գործիքը՝ սպառնալիքն ու շանտաժը։ Նա փորձում է վերջին անգամ պայման թելադրել, խոստանալով ոչնչացնել Սոսի դեմ ունեցած բոլոր փաստերը միայն այն դեպքում, եթե Անգելինան հաշտվի Հենրիի հետ։ Նրա համար այս պահին ամեն ինչ հանգում է մեկ բանի՝ որդու երջանկությանը, թեկուզ դա լինի պարտադրված, կեղծ կամ կառուցված վախի վրա։ Բայց Անգելինան այլևս այն աղջիկը չէ, որին կարելի է ճնշել։ Նա լիովին անտարբեր է մնում այդ առաջարկի նկատմամբ։ Նրա համար այդ սպառնալիքները վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը։ Նա հասկացնում է, որ եթե Միքայելն իսկապես երբևէ մտածել է որդու երջանկության մասին, պետք է դա աներ տարիներ առաջ, ոչ թե հիմա, երբ ամեն ինչ արդեն փլատակների վրա է կանգնած։ Այս վերաբերմունքը վերջնական հիասթափեցնում է Միքայելին։ Նա լուռ հեռանում է տարածքից, գիտակցելով, որ առաջին անգամ իր իշխանությունը ոչ մի արժեք չունեցավ։ Վերադառնալով տուն, Միքայելը հանդիպում է Հենրիին և պատմում ծննդյան տարեդարձին տեղի ունեցածը։ Հենրին այս լուրն ընդունում է որպես հերթական ապացույց այն բանի, որ հայրը տարիներ շարունակ ոչ թե պաշտպանել է իրեն, այլ անուղղելիորեն փչացրել իր կյանքը։ Նրա ներսում ձևավորվում է վերջնական համոզմունք։ Կյանքը, որը կառուցվել է ստի, գաղտնիքների ու բռնության վրա, հնարավոր չէ մաքրել, որքան էլ փորձես նոր էջ բացել։ Այդ խոսքերը Միքայելին խոնարհեցնում են։ Նա լսում է որդուն առանց առարկելու, առաջին անգամ լիովին ընդունելով իր մեղքը և գիտակցելով, որ շատ բաներ արդեն անդառնալի են։ Մինչ այդ ռեստորանի դիմաց Աննան ու Սոսը առանձնանում են աղմուկից հեռու։ Նրանց խոսակցությունը ծանր է, լի տարիների չասված ցավով։ Աննան փորձում է պաշտպանել Հենրիին, հավատալով, որ որդին երբեք դիտավորությամբ չէր ցանկանա վնասել Անգելինային, բայց Սոսը այլ կարծիքի է։ Նրա համար արդեն հստակ է, որ ամենամեծ ու ստոր հարվածը հենց այդ լռությունն էր, այդ գաղտնիքը, որ կործանեց ամեն ինչ։ Քիչ անց նրանց միանում է նաև Անգելինան և երեքն էլ կանգնում են նույն կետի վրա, որպես ընտանիք, որը վերջապես բացահայտվել է ճշմարտության առաջ։ Եվ հենց այդ պահին ռեստորանի դիմաց կանգ է առնում մեքենա։ Մեքենայում նստած է Լիլիթը։ Նրա տեսքը արդեն իսկ ահազանգ է։ Նա ականատես է դառնում մի տեսարանի, որը նրա ներսում պայթեցնում է վերջին զսպանակները։ Անգելինան իր կենսաբանական ծնողների հետ է հանգիստ, անկեղծ, առանց վախի։ Դա այն պատկերն է, որից Լիլիթը տարիներ շարունակ վախեցել է։ Նրա ներսում ծնվում է կատարյալ խելագարություն։ Նա հասկանում է, որ հենց սա էր այն վերջնակետը, որը երբեք չպետք է թույլ տար։ Երբ բոլորը վերադառնում են ռեստորան, Լիլիթը ևս ներս է մտնում, ձևանալով որպես հյուր։ Նա իր նվերը դնում է տուփի մեջ և միանում հանդիսությանը։ Նրա հայտնվելը սառեցնում է օդը։ Բոլորը միաժամանակ խառնվում են ու քարանում։ Ոչ ոք չի շարժվում, ոչ ոք չի արձագանքում։ Տարօրինակ լռություն է կախվում սրահում, ասես ժամանակը կանգ է առել։ Եվ հենց այդ լռության մեջ Լիլիթը բացում է նվերի տուփը։ Տուփի միջից դուրս է գալիս ատրճանակը։ Նա ուղղում է այն Անգելինայի կողմը։ Անգելինան վախից վեր է թռչում, սրահում տիրում է լիակատար շոկ։ Բոլորը հետևում են զարգացող մղձավանջին, չհասկանալով ինչ անել։ Առաջինը, ով փորձում է շարժվել ու կանգնել Անգելինայի առաջ, Սոսն է։ Նա Միքայելի անում դեպի դուստրը, պատրաստ ընդունել ամեն ինչ իր վրա, բայց շարունակությունը անխուսափելիորեն լինելու է ամենաարյունալի ու վճռական պահերից մեկը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Լիլիթը հիմա էլ կկրակի Սոսին և միգուցե արդյոք կսպանի նրան, թե նրա փամփուշտը դիպչելու է հենց Անգելինային։ Գրեք մեկնաբանություն։